Բարի երեկո, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառին Մութրաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Փաշինյանին միացած հոգևորականին ազատել են պաշտոնից, ով կփոխարինի նրան։ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում և սպառնում ահազանգ հոգևորականներից։ Էսկալացիա չկա, բայց կա վտանգավոր խոսույթ, ինչ է զգուշացնում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի քաղաքական ակտիվության մասին ու հակամարտության ինչ նոր ձևաչափի մասին է խոսքը։ Հնարավոր իշխանափոխության համար անհրաժեշտ քայլեր, ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածու ու 5 քայլ տնտեսության ոլորտում, օրվա ներքաղաքական անցուդարձը։ Հրադադար մեկ կողմի ստորագրությամբ, ինչ է սպասվում Սիրիային։ Շահեկան դուրս եկավ Թուրքիան, Շահեկան դուրս եկավ այս պայքարությամբ միացյալ նահանգների օրակարգը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պաշտոնից ազատել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահին Գուսան Ծայրագույն վարդապետ Ալճանյանին, որը աջակցություն էր հայտնել Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանն էլ այսուհետև նաև կլինի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը։ Իշխանությունը շարունակում է եկեղեցու դեմ արշավը գործածելով բոլոր մեթոդները։ Հերթը հասել է Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ գործադրելուն։ Հոգևորականներին ստիպում են միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանին։ Նրան պաշտոնանկ էր արել կաթողիկոսը, իսկ դատարանը պաշտոնում վերականգնելու համար միջանկյալ միջոց է կիրառել։ Մասյացոտնի թեմն է ահազանգ հնչեցրել, քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները, պահանջը ներկայացնելով որպես Գևորգ Եպիսկոպոսի որոշում։ Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։ Ըստ հաղորդագրության ամենախիստ և սպառնալից խոսքերը բաժին է հասել Արարատի և Վեդիի քահանաներին։ Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում համայնքապետարանների աշխատակիցներ, նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Հոգևոր քաղաքակրթական ճգնաժամ, որին տալիս են կեղծ ու իմիտացիոն փաթեթավորում։ Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել բանտից, տեղի ունեցողը չունի որևէ իրական և մնայուն կամ հաստատուն հիմք, հիմնավորում ու խոր վերլուծված նպատակային բովանդակություն։ Մեր պատկերացումն ու տեսիլքը մեր երազած հոգևոր Հայաստանի մասին է, երազող և երազներ իրականացնող, հաղթանակների ձգտող և հաղթող հաշտությամբ և սիրող ապրող, արդարությամբ և արդարադատությամբ Հայաստանի մասին է, որտեղ մարդուն գնահատում են ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ ով լինելով, որտեղ ամեն ինչ միտված է ծառայելու մարդուն և պետությանը, և ոչ թե մարդուն ու պետությունը ծառայեցնելու իրենց։ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին արձագանքել է նաև Մոսկվան արտաքին գերատեսչության մակարդակով։ Լավրովն ասել է, որ ցավով է հետևում եկեղեցու դեմ իշխանության սկսած պայքարին։ Լրագրողներից մեկը շեշտել է, որ Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավը ներկայացնում են որպես Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար։ Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ Եվրամիության հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց Եվրամիությունն է անընդհատ պնդում Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների մասին։ Եվրամիությունն է փող տալիս դրա համար։ Վերջերս խոսվեց 15 միլիոն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հարուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած 2026-ի զեկույցում հակասական մտքերը շատ են։ Ծառայությունը մի կողմից զգուշացնում է Բաքվից եկող վտանգավոր խոսույթի ակտիվացման և դրա հնարավոր հետևանքների մասին, մյուս կողմից էլ հայտարարում, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ Ըստ զեկույցի Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի օրակարգից, այլև էականորեն ուժեղացրել է այդ քարոզչությունը, ստեղծելով ռիսկեր տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության համար։ Ինչ է թաքնված հակասական այս հայտարարությունների հետևում, Սեդա Մակարյանն է պարզել։ Պատրաստ է արդյոք Ադրբեջանը հակամարտությունը նոր ձևաչափով տեղափոխել Հայաստանի տարածք։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հավանական չի համարում, միևնույն ժամանակ մտահոգ է, փորձում է հասկանալ Ադրբեջանի խոսույթը ինչ զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։ Ադրբեջանն այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Թեպետ ծառայությունն իր զեկույցում մտահոգություն է հայտնել Բաքվից եկող հայտարարությունների մասին, բայց չի դադարում պնդել 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Խոսրով Հարությունյանը ծառայության զեկույցը քաղաքական փաստաթուղթ է համարում։ Absolut քաղաքական նպատակն է հետապնդում։ Նա խոսում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, չէ՞, կամ Իսրայել-Իրան կոնֆլիկտի մասին։ Եվ որևէ կապ, թե այդ ամենը ինչպես է անդրադարձում Հայաստանի անվտանգության համար, ոչ մի կապ չկա։ Զեկույցի հաջորդ կետով ԱՀԾ-ն հակասում է ինքն իրեն։ Փաստ է, որ հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին ավելի շատ են խոսում։ Նախաբանն էլ է ասում, դա մեծ առաջի հատվածում նշում է, որ խաղաղությունը ոնց որ թե արդեն հասանելի, նույնիսկ անշրջելի, եւ իսկույն ավելացնում, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող այդ Արևմտյան Ադրբեջան խոսույթը ըստ էության դա ոչ այլ ինչ է, թե որ սպառնալի խաղաղությանը, եւ դրանից հետո ամրապնդել կամ պնդել, թե մենք արդեն մոտեցել ենք խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը, կներեք այստեղ հակասություններ կան լուրջ։ ԱՀԾ-ն նաև խոստացել է 2026 թվականին կհետևի Բաքվի հայտարարություններին, հասկանալու համար դրանց պետական քաղաքական նպատակները, փորձելով պարզել նպատակ կա արդյոք հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե խոսքն առնչվում է միայն Ղարաբաղի հայերի վերադարձի հարցին։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան թեզը ինքը լիովին հնարածին թեզ է, ապա որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը հնարված է։ Սա հնարված իրավունք չէ, դա իրական հաստատաթղթավորված իրավունք է։ Եվ այստեղ եւս մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե մենք ասենք վերադառնանք Արցախ, նրանք էլ կասեն մեր Արևմտյան Ադրբեջան հարգենցությունն ունի, սրա այսպես դատումն է արտաքին հետախուզական ծառայության կողմից։ ՔՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին է մտահոգություն հայտնել Բաքվից եկող հայտարարությունների վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը կիսում է ծառայության մտահոգությունները, բայց կարծում է, որ Բաքուն մեղմել է իր խոսույթը։ Դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսեջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է։ Մինչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ իրեն չի հետաքրքրում այլ երկրի ռազմական բյուջեի չափը, Ադրբեջանն այն 2023 թվականից մինչև հիմա ավելացրել է 44%-ով, ինչն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը խնդրահարույց է համարում։ Մասնավորապես զեկույցում նշված է, որ դա տեղի է ունեցել այլ ոլորտների բյուջեի կրճատման հաշվին։ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է համարվում նաև Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի, ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ զուգահեռ իրականությունում պաշտոնական Երևանի ու Բաքվի խաղաղության մասին խոսույթն է։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հայտարարել է, որ տարիներ անց սովորական է դառնալու այն փաստը, որ Հայաստանից կամ Ադրբեջանից մարդիկ կարող են հատել սահմանը, առևտուր անել եւ օգտվել այլ առավելություններից, որոնք կան այսօր։ Եվ այս ամենը ըստ նախագահի միայն հաստատված խաղաղության շնորհիվ է։ Depends on the leaders of our two countries. Հավատացնում եմ, սա սովորական չէ մեզ համար։ Մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, հետաքրքրվում, թե ինչ է կատարվել սահմանին, իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, ինչը մեզ սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Այժմ մենք նույնիսկ մոռացել ենք դրա մասին, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով։ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն եւ կբացեն սահմանները, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա։
Ալիևը եւս մասնակցել է քննարկմանը։ Ադրբեջանի նախագահի խոսքով էլ ընդամենը 5-6 ամիս է ինչ խաղաղության պայմաններում են ապրում եւ պարզապես վայելում են այս վիճակը։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու համար։ Առաջարկվող խաղաղության խորհուրդը նախատեսում է լայն լիազորություններ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ներդնել $1 միլիարդ։ Իսկ որտեղից է Փաշինյանը վճարելու այդ փողը, դեռ պարզ չէ։ Ազգային ժողովը հունվարի 27-ը պաշտոնապես սահմանել է հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Օրինագծի հեղինակներն են ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ նախկին անդիմադիր ու ներկայանկախ պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Քվեարկության է դրվում ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 69 դեմ 15 ձեռնպահ 0 որոշում ընդունվել։ Մինչ ազգային ժողովի դահլիճում քննարկում են օրակարգում տեղ գտած օրինագծերը, դրսում միջանցքում խոսում են հավանական իշխանափոխության համար անհրաժեշտ քայլերի մասին։ Պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով խորհրդարանի գալիք ընտրությունը պետք է վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոցներն անիմաստ են։ Մեկը այդ թողնած դաշնակցությունը միայնակ չի կարող հաջողել իշխանափոխություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետք է վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեվ եթե չհաղթահարի շեմը, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին մասնակցություն։ Համաշխարհությունների պահպանման օգտին, վերարտադրման օգտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Իսկ մինչ ընտրությունը հավակնություն ներկայացրած ուժերը խոսում են իրենց ծրագրերի ու հաղթելու դեպքում անելիքների մասին։ Մեր ձևով շարժման հիման վրա ստեղծված ուժեղ Հայաստան կուսակցությունն ունի վարչապետի թեկնածու, որի անունը կհրապարակեն շուտով։ Կուսակցությունը նաև ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունեն տնտեսական ոլորտում եւ ինչ են անելու հաղթելու դեպքում։ Անահիտ Սարգսյանի ռեպորտաժը։ Մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուի անունը պարզ կդառնա փետրվարի 12-ին։ Արդեն որոշված է, թե ով է նա։ Իսկ մինչ այդ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է առաջիկա 5 տարվա տնտեսական բարեփոխման ծրագիրը։ Սա տնտեսական ծրագիր չի, սա մեր բոլորիս ապագան է։ Ասում են ստեղծելու են ուժեղ Հայաստան, ինչպես եւ կոչվում է իրենց կուսակցությունը։ 5 քայլ, որը անելու են, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Առաջին քայլն աշխատատեղերի ստեղծումն է։ Նարեկ Կարապետյանն ասում է, ամենապահանջված բանը Հայաստանի մարզերում գործն է։ Խոստանում են ստեղծել 300,000 աշխատատեղ։ Եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք բիզնեսների հարկերի վերացում, դեղորայքի գնիճեցում 20%-ով, տարեկան 2-ից 3,000 ընկերությունների հիմնում եւ գյուղերում մթերման կայանների ստեղծում։ Նախատեսում են նաեւ երիտասարդների տան հարցը լուծել։ Շուրջ 20,000 քաղաքացի մատչելի բնակարան կունենա։ Երկրորդը 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Հնարավոր չի լինելու ընդհանրապես որևէ բիզնես նույնիսկ հարկերից ազատելու պարագայում ամբողջությամբ ազատել վարչապետությունից։ Մեր ձևովը չի խուսափում տնտեսական գործակցությունից, նույնիսկ Ադրբեջանի հետ։ ABC մեդիայի հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, շարժման համակարգողը պատասխանեց։ Հարավային Կովկասը դուրս է գալու ռազմականացված այս լարումից։ Մենք այդ օրը պետք է գա, բայց դա պետք է գա արդարության սկզբունքով, մարդկանց իրավունքների պաշտպանության սկզբունքով։ Գերիներին չխոշտանգեն այնտեղ, մենք այստեղ իրենցից ինչ-որ բան գնենք։ Եթե ուժեղ տնտեսություն, ապա նախ տնտեսական ճիշտ ռազմավարություն, գրագետ բանակցություններ, մրցունակ թիմ եւ աշխատանք։ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, ունեն ռեսուրսն ու գործիքները։ Իսկ քաղաքական հարցերը հետո, փետրվարի 12-ին, այդ օրն են տրվելու առանցքային հարցերի պատասխանները։
Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվս մի հրաժարական հայկական սպորտում հայ դահուկորդի մարզաշապիկին Ադրբեջան գրությունը փակելու շուրջ սկանդալից ԿԳՄՍ նախարարության պարզաբանում պահանջելուց հետո Գագիկ Սարգսյանը վայր է դրել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Սարգսյանն ABC Media-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ նման որոշում կայացնելու պատճառները մի քանիսն են, ու դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի Հայաստանում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։ Կամ մոտեցումների եւ պատկերացումների տարբերություն։ Այսինքն մի դեպքում մենք կարող ենք հպարտանալ եւ մի դեպքում մենք բնականաբար թե ի պաշտոնե, թե ի հայ լինելով հանդերձ սատարել մեր մարզիկին, բայց մի դեպքում կարող են պարզաբանում պահանջել։ Այստեղ է տարբերությունը։ Այսինքն նույնիսկ այստեղ դա ակնհայտ է։ Բայց դա բնականաբար չէր կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի ես իմ լիազորությունները վայր դնեմ, որովհետև եթե ես մտածեի նույնիսկ դրա մասին, որ դրա արդյունքում ես իմ լիազորությունները վայր պետքա դնեմ, չգիտեմ, դա ընդամենը, այսպես ասած, կաթիլներից մեկն է նաև։ Էլ եմ ասում, խնդիրը մտածելակերպի, պատկերացումների եւ մոտեցումների մեջ է։ Ընդհուպ եւ գլխավորապես հենց այդ հարցում։ Ողբերգական դեպք է եղել Գորիսում, սահնակով Սահելից անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին, հիվանդանոց տեղափոխվածներից 17-ամյա տղան մահացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար։ Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հրապարակել է Էմանուել Մակրոնի նամակը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայի հարցում։ Նա նաև հնարավորություններ է տեսնում Իրանի շուրջ գործակցության համար, սակայն չի հասկանում Միացյալ Նահանգների գործողությունները Գրենլանդիայի ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահը Թրամփին առաջարկել է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումից հետո կազմակերպել G7 հանդիպում կամ հունվարի 22-ին Փարիզում ընթրիք մի քանի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ ըստ Պոլիտիկոյի եւ Բլումբերգի Մակրոնը պատրաստվում է հրաժարվել ԱՄՆ նախագահի առաջարկած խաղաղության խորհրդին միանալուց, մտահոգվելով, որ այն կարող է խաթարել ՄԱԿ-ի կառուցվածքը։ Դրանից հետո Թրամփը հրապարակային քննադատել է Մակրոնին եւ սպառնացել 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների եւ շամպայնի վրա։ Դավոսում ելույթի ժամանակ Մակրոնն ասել է, որ նոր գաղութատիրության ժամանակը չէ, այլ գործակցության եւ կարիք չկա Պանդորայի արկղը բացելու կամ նոր թեմաներ դաշտ գցելու։ Եկեք չընդունենք համաշխարհային կարգը, որը կորոշեն նրանք, ովքեր պնդում են, որ ավելի մեծ ձայն ունեն։ Եկեք պարզապես կենտրոնանանք ընդհանուր շահերի եւ ընդհանուր մարտահրավերների վրա, ասել է Մակրոնը։ Տեղափոխվենք Մերձավոր Արևելք, Թուրքիան շարունակում է տարածաշրջանում լուծել իր հարցերը իր ձևով։ Խոսքը Թուրքիայի համար առանցքային նշանակություն ունեցող հարցն է, քրդական հարցը։ Օրերս էլ հաստատվեց հրադադարի համաձայնագիրը Սիրիայի կառավարական եւ քրդական ուժերի միջև, սակայն երբ հրադադար է հաստատվում առանց պարտվող կողմի ներկայության, նշանակում է կուլիսներում ավելի խորքային իրադարձություններ են տեղի ունենում։ Ով գրեց Սիրիայում քրդերի հարցի այսպիսի հանգուցալուծման սցենարը, որ երկիրը շահեց ու որը կորցրեց եւ ինչ խաղ է խաղում Թուրքիան Սիրիայում, ռեպորտաժում։ Հրադադար մեկ կողմի ստորագրությամբ Սիրիայի անցումային նախագահը երկրում հայտարարում է հաղթանակի մասին, առանց պարտվող կողմի ներկայության։ Ուր է Մազլում Աբդին, անպարտի համբավ ունեցող քուրդ գեներալը, որն Ամերիկայի դաշնակիցն է, բայց բանակցության սեղանից հայտնվել է սեղանի վրա, մենյուի կարգավիճակով։
Լարված բանակցություն Մերձավոր Արևելքում քարտեզներ փոխող ժողովուրդների քաղաքական ճակատագրի մասին բացահայտ խոսող Թոմ Բարաքի, Իրաքի Քրդստանի ղեկավար Բարզանի եւ Սիրիայում քրդերի առաջնորդ գեներալ Մազլում Աբդիի միջև։ Ամերիկացի բանագնացը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հանդարտ է, ժպտադեմ։ Ամերիկյան օրակարգը կարծես վերափոխվել է։ 2015-ից իսլամական պետության դեմ պայքարում 15000 զոհ տված քրդերի պետությունն ունենալու երազանքը սակարկության սեղանին է, քրդերը խաբված են զգում։ Այս հանդիպումը հենց, որի պատկերը մենք տեսնում ենք, կուլմինացիան էր եւ քրդական ուժերի պարտադրված կամ դե ֆակտո կապիտուլյացիայի, դիվանագիտական կապիտուլյացիայի եւ ռազմի դաշտում զորքերը հետ քաշելու ամերիկյան հանձնարարականների վերաբերյալ ժողովներ, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որը Թրամփի ադմինիստրացիայի ամենաառանցքային դերակատարներից է Մերձավոր Արևելքում եւ իր քաղաքական մեսիջինգով է ընդհանրապես պայմանավորված Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Թուրքիայի շարժերի հնարավոր սահմանափակումները կամ քրդական հարցի ընդլայնումը։ Հայտարարված հրադադարի մասին մոտեցումները տարբեր են եւ ոչ միարժեք։ Ինչ է հայտարարել Դամասկոսը։ Սիրիայի դեմոկրատական ուժերը կինտեգրվեն սիրիական բանակին, գոյություն չեն ունենա որպես առանձին միավոր։ Պետությունը կմտնի խմբավորման կողմից վերահսկվող բոլոր 3 նահանգներ՝ Ռաքքա, Դերզոր, Հասակա։ Քոբանիում եւ սահմանի երկայնքով գտնվող մյուս տարածքներում կտեղակայվեն միայն ներքին ուժեր։ Բնական պաշարների եւ սահմանային անցակետերի վերահսկողությունը կանցնի Դամասկոսին։ Քրդական ուժերը գրեթե ամբողջությամբ նահանջել են Եփրատի արևելյան տարածքներից, որտեղ ամերիկյան հովանավորությամբ իշխում էին ավելի քան 1 տասնամյակ։ Պահանջն ըստ փորձագետների չի ձևավորվել Դամասկոսում, այլ Վաշինգտոնում եւ Անկարայում։ Շայկան դուրս եկավ Թուրքիան, շայկան դուրս եկավ այս պայդրությամբ Միացյալ Նահանգների օրակարգը, այստեղ ենթադրում եմ, որ կա հստակ պայմանավորվածություն Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ, գուցե միջնորդավորված Միացյալ Նահանգներով, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ազդեցությունը ավելացնելու կամ դոմինանտ դարձնելու դիմաց Իսրայելը ձեռք է բերում հեգեմոնիկ ազդեցություն նվազագույնը Սիրիայի հարավային շրջանում, այսինքն Դարայի եւ Սուիդայի եւ Քունեյթիրայի մարզերի շրջանների նկատմամբ։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ Սիրիայում հրադադարի հաստատմանը նպաստել են երկրի ներսում, տարածաշրջանում եւ աշխարհում արագ փոփոխվող իրադարձությունները։ Սիրիայում տեղնեցած իշխանապողությունը, դրա հետ կապված արտաքին գործոնները, այսինքն Իրանի, Ռուսաստանի դիրքերի ըստ էության էականորեն թույլատում Միացյալ Նահանգների քաղաքականությունը նոր կառավարության հետ, որը որ շատ կարևոր է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում։ Մոտ 10 նոր հետ գնանք ու խնդիրը դիտարկենք հետհայաց։ Արևելագետ Ապրես Զոհրաբյանն առաջարկում է հասկանալ, ինչու լարվեցին Սիրիայի բանակի ու քուրդ զինյալների հարաբերությունները, երբ դեռ 2024-ի մարտից կար պայմանավորվածություն չխախտել Սիրիայի տարածքային ամբողջությունը։ Այդ լայնածավալ հարձակման ժամանակ այդտեղ մոտավորապես 200 կիլոմետր ճակատա Սիրիայի ժամանակավոր կառավարությանը հաջողվեց նաև դեմոկրատական ուժերի արաբ մարտիկների դավաճանության հետևանքով գրավել մեծ տարածքներ, մոտավորապես 30,000 քառակուսի կիլոմետր, կարող մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Կդառնա այս համաձայնությունը անկյունակարային Սիրիայի ինքնիշխանության վերականգնման ճանապարհին ժամանակը ցույց կտա։ Արևելագետը միաժամանակ համարում է, որ այս փաստաթուղթը նաև Անկարայի հաջողությունն է, որով Թուրքիան իր համար լուծեց կենսական խնդիր։ Թուրքիան ոչ միայն ինքն է աջակցել Թուրքիայի քաղաքականությունը եւ Թուրքիայի քայլերը նպաստել են, որպեսզի Միացյալ Նահանգները այս հարցին ավելի կառուցողական մոտեցում ունենա, ցուցաբերի եւ որպեսզի Միացյալ Նահանգների նաև ազդեցություն լինի քրդերի մեկ այլ հովանավորի Իսրայելի դիրքավորման վրա եւ այլն, այսինքն Թուրքիան ըստ էության իր համար կենսական խնդիր է լուծել։ Քրդերը Սիրիայում միատար չեն, Մազլում Աբդիի հայտարարությունը չգնալ ներսիրիական բախումների, այդքան էլ միարժեք չի ընկալվել քրդական զինյալ եւ ռազմաքաղաքական խմբավորումների շրջանում։ Քրդական մյուս ազդեցիկ խմբերը կփակեն արդյոք զինյալ բախման էջը թե ոչ, կախված է ամերիկյան ռազմավարության առաջնահերթությունից եւ ներքրդական հնարավոր կոնսենսուսից կամ պառակտումից։ Նրանց համար շատ դժվար ընդունել այդ կապիտուլյացիոն պայմանագիրը,
Հատկապես որ հիմա մենք ըստ էության տեղի աչքին գործ ունենք քուրդ, արաբական փոխադարձ ատելության հիմքով բախումների վրա, որը նաև որոշ մասով տեղափոխվել է նաև Իրաքյան Քուրդիստանի տարածք։ Համաձայնագիրն ստորագրված է։ Դաշտում Սիրիայի բանակն է, քուրդ զինյալներին էլ ստիպել են վերադառնալ զորանոց, զորացրվել կամ ինտեգրվել սիրիական բանակին, այն բանակին, որը Ռաքքայի բանտերից ազատ է արձակել իսլամական պետությանը հարող 3000 զինյալի։ Ինչպես է Վաշինգտոնը պատկերացնում վիճակի հսկողությունը, կկարողանա Սիրիայի բանակը զսպել իսլամական արմատական այս խմբերի գործունեությունն առանց քուրդ ղեկավարության։ Հարցեր ու հարցադրումներ, որոնք բարձրացնում են փորձագետները եւ որոնք չունեն միարժեք պատասխաններ։ Եվ վերջում, Կամչատկայում ձյան շերտի հաստությունը հասել է լուսացույցերի բարձրությանը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այն հասել է 170 սանտիմետրի, իսկ որոշ շրջաններում ավելի քան 2.5 մետրի։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են մինչև 5 մետր բարձրությամբ ձնաբքի մասին։ Կամչատկայի հիդրոթերապևտաբանական կենտրոնի ղեկավարն ասել է, որ այսպիսի տեղումներ եղել են 1970-ականների սկզբին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։